Ողջույն։ Առավոտյան հենց աչքերս բացեցի, Անահիտը խոհանոցից կանչեց, ասում է. Արմեն Իսրայելը հարձակվել է Իրանի վրա։ Սա գործերս թողած նստեցի, մի 2 ժամ նայեցի, դե ինչ եմ տեսել, բոլորդ գիտեք, բոլորն էլ նայում են, համոզված եմ։ Ու ինչ հիշեցի, մերոնցից մեկը ես վերջերս զրուցում էինք, ասեց, չկա մի երկիր, որտեղ հայ չլինի, չկա մի լեզու, որ լեզվով մենք չխոսանք։ Դու պատկերացնում ես, Արմեն, եթե հնարավոր լիներ, այդ բոլորին տենց միացումը լիներ, ինչ գործեր կարայինք մենք անեինք։ Հիմա գիտեք ոնց է, մեզ հայերի համար ցանկացած սկսվող պատերազմ դա ոնց որ դվայնո էլի, երակի գիտեմ, բայց 2 անգամով ոնց է չգիտեմ, երակի ցավը, ինչի, որտև համ այս կողմից, համ այն կողմից մեր հայրենակիցներ կան, Իսրայելում կան, դե մեր փոքր ալիքը համ Իսրայելից ունենք նայողներ շատ լավ, որոնց սիրում ենք, համ Պարսկաստանում ունենք մերոնցից ու երևի սփռված աշխարհում մեկ ազգերի ցավն է, էլի, դե Ուկրաինա, Ռուսաստան, պատկերացնում եք, հա, կամ ասենք հարևաններ են, մեկը բարեկամ ունի այս կողմը, այն մյուսի մոտ բարեկամ է, այն մյուս կողմն է, սրանք էլ լավ հարևաններ են, հիմա արդեն այդքան լավը չեն դառնում, մի խոսքով շատ ցավալի է, ոնց որ մարդու սիրտը կիսեն։ Կարող է դա էլ է մի պատճառ, էլի, որ մի փոքր Հայաստանում ոչ մի կերպ միաբանություն չի ստացվում։ Ող, չգիտեմ։ Գայի պողոտը։ Ողջույն։ Ուրբաթ օր ամսի 13-ը հունիսի ու այսօր ամենաշոգորն է այսքան ժամանակվա մեջ 29 աստիճան է Նաղբանդյան թեքվեցի ես մի հատ գործով պետք է գնամ գիտեք որտե գինու կոմբինատի կարմիր կամուրջի կողմեր եմ մի խոսքով ես Նաղբանդյանի վրա եմ կանգնած Թումանյանի հետ խաչմերուկ նա գործով եմ գնում, բայց վախենում եմ ուշացա շատ անես նա 420 Հանրապետության հրապարակ Վազգեն Սարգսյան փողոցով գնանք, հա Ստեղ սվետաֆոր են դրել Վազգեն Սարգսյան Շարժան հրապարակն է կտրենք ու մտնենք Բեյրութի փողոց Այն կողմը Սրազուգայրը Իտալիայի փողոցն է մեջտեղն էլ Վարդանյանների շատրվանները 2800 Գրիգոր Լուսավորիչը կտրենք Ձախ կողմից Ռուսաստանի հրապարակն է, ու սա էլ Արգիշտի փողոցը, գինու կոմբինատը, Մոսկվայի տունը, ձախից, ու առջևում հաղթանակի կամուրջ, այնց ձախ է պետք,
այստեղից զախ չի կարելի, գնամ հետադարձվեմ կոնյակի գործարանի մոտից ու գամ մտնեմ ձախ այդ ձորը։ Ինչ դրոշեր են։ Չեմ կարում կարդամ։ Այստեղ շրջադարձ չի կարելի անել ժողովուրդ։ Ինչ ափսոս շուտ տենայ։ Այն կողմից կմատնեի ձոր մի անգամից։ Հիմա գնա եսին որտեղից թեքվի։ Ծովակալ Իսակով փողոց։ Դրոշները բան էր։ Հունիսի 6-ից 12-ը Արամ Խաչատրյան։ Վերջը եկա հասա նույն տեղը։ Հաղթանակի կամուրջը ու հիմա աչով կմտնենք ձոր։ Իջնենք ձոր։ Գինո գործարանը։ Մերիդիան։ Ես որ գնում եմ կարծեմ Մերիդիան է կոչվում։ Էս են հյուրանոցն է աչի վրա։ Ես նայում եմ կամուրջի մոտ ինչ-որ աշխատանքներ են անում, հա։ Հոշի է այնտեղ։ Կամուրջը չեն ավարտել փաստորեն ժողովուրդ։ Աշխատում են հələ։ Հա։ Են էլ ինչ մի փոշի թոզ դուման։ Ափսոս, ես հույս ունեի կամուրջի վրայով մի հատ անցնեի։ Ոտքով։ Չի ստացվի փաստորեն։ Այսօր։ Բա ո՞նց էին բացում արել, եթե կամուրջը ավարտած չէր, հա։ Ներոցից մեկը ուղարկել էր ինձ ինֆորմացիա, որ բացում պետք է արվի։ Շուտ էր, մի շաբաթ առաջ։ Իսկ ես այդ Մերիդիանն է։ Ստեղ մի վաղ գործարան էր։ Մի քիչ մոտիկ գնամ տենամ որտե կարամ կանգնեմ։ Ստեղ սենց բաներ ա գրած, լնայեք մի բան կհասկանաք։ Ես էլ սենց պարքինգ ա, ստեղ։ Լավ գնամ շենքի մոտ։ Ստեղ էլ ա գրած։ Fastex Exchange։ Համարյա բան չհասկացա։ Այս գվենդելի են լավ մասն է առջևում։ Հետևի մասը արդեն լավը չի։ Այս ինչեր են, յարմարկա էլ է եղել ստեղ։ Լնայեք ինչ-որ բուտկեք են։ Գախնի բաներ են անում էլի։ Ստեղ մի անգամ մենք եկել էինք, մեզ ասեցին այն կողմը բացօթյա կինոթատրոն է։ Հիմա երևի չկա այդ մեքենայի մեջից նայում ես։ Լավ, ես առանցդ էլ ուշացել եմ, եկեք հələ որ արագ ինձ ներս կծեմ տենամ այդ մարդուն կարամ հանդիպեմ։ Ինչ-որ մեծ ցուցահանդես է եղել աչքիս, հա։ Ստեղ ինչ-որ մագնիտոֆոններ էին սարքում, ինչ էին անում, տես մի բան էր։ Գործարան էր սովետի վաղտ։ Մեր խմբից մի հոգի, երկու հոգի ստեղ ստացան նշանակումը։ Իրականացնեք, հա, էլի բեռնափոխադրումներ։
առանց սահմանափակումների օդային, ցամաքային, էլ ինչ կա, ծովային պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում SDLG ասել Yandex.Go-ն այսքան տարածք անցա մուտքի մոտ եմ արդեն Ալո այս սենց փայլեցրած չի, սա թաց է ուղղակի լավ, ես հանդիպեցի, գործս ավարտեցի բայց հիմնարկը կոնկրետ ինչով չիմացա ասեցին այո, մի 10 տարի առաջ ցուցահանդես կազմակերպել ենք միջազգային բայց ու վերջ հետաքրքիր է այն կողմը ուր է դուրս գալու թե դուրս չի գալի Սա երևի արտադրական մասերն են, հա? Ես ինչ էլի գնամ, չէ։ Այդ 5 գործարանը ես ոնց որ թե չեմ եղել, չգիտեմ, սենց մեծ շենք էր, թե ինչ տիպի էր։ Լուրջ հիմնարկը այո, պարզեցի, այր կարճ ասած բիզնես կենտրոն է սա հիմնարկություն չի առանձին տարածքներ են, որոնք վարձակալության են տրվում տարբեր հիմնարկների մեծ դահլիճներ ունեն որ հիմնարկը ուզենա կարա ցուցահանդես կազմակերպի, ուզում է միջազգային, ուզում է համաշխարհային, մի խոսքով տենց հզոր օֆիսային ֆիրմաներին վարձով են տալի, տենց ասենք ինձ էլ թվում էր ինչ-որ մի կոնկրետ հիմնարկություն է հազոր պարզվեց ոչ հա, ես փշատի ծառին հիշում եմ ստեղից անայդ հետ փշատել ենք կերը մի օր եկել էինք են ռեստորանը, ոչ ես նոր բացված, այլ են մյուսը, չգիտեմ էլ անունը ինչ ասեմ, գետապ էինք մենք միշտ ասում մի խոսքով այդ Երևան պանդոկ ցանցի մեջ է Երեմյանների ու ժամանակ կար եկանք այս տարածքը ուսումնասիրեցինք, ստեղ էլ լավ փշատ էր հա, այդ պաստորեն իմ ծննդյանօրն է եղել պոկեցինք կերանք, այդ վաղտը իմացանք, որ այն կողմերը ինչ-որ տենց կինոթատրոն է
Բայց այդ րոպեին փակ էր, ինչ-որ տոմսերը էլի օնլայն։ Մի խոսքով տենց։ Ես ում իմանամ, ստեղից կարամ գետի ափ գնամ։ Այստեղից իդեպ պետք կա, որ այդ երևանյան բերդը այս էր կարծեմ պատերը։ Հա, էլի հենա, մի րոպե կամերան փոխեմ, հեսա նայենք։ Դեղ օֆիսչիկները տուն են գնում արդեն։ Այ հեսա նայում եք ժողովուրդ ջան։ Այս պատերը։ Մենք մի անգամ հենց մոտիկից մոտեցանք, այնտեղ հենց տակը ճանապարհ կա։ Շատ վատ ճանապարհ էր ասում ձեզ։ Հələ տենան կարող է այսօր մի հատ գնամ տենց, հա։ Չգիտեմ հələ։ Այն ռեստորանը հավեսս կորավ, որ կամուրջը չկա, չեմ կարա բարձանամ։ Ուղաթիռը թռնում։ Վարդերի մոդան ամեն օրը։ Ստեղ կարծում եմ պահակներն են նստում։ Էլ մի հատ սենց գնամ կարող է։ Հրազդանը մեկ էլ մոտիկ ելնի։ Չգիտեմ գետը կտենամ թե չէ, բայց արդեն հարմարանքները կան գետի ափին նստելու։ Համենայն դեպս դե հովությունը գալիս է գետից էլի, ոնց է չլինի։ Այ ընդեղ հա, բայց չի երևում։ Շատ խիտ են խոտերը։ Ես ինչ է հա թռնում ու թռնում է։ Գնաց հիմա հետ է գնում։ Ուղղաթիռը։ Ասած ես նոր աշխատող եմ, ներսը մտի անունը տվեց ում հարցնեմ, ասեց ինքը շուտ վանից է, բոլոր ձեր հարցերին կպատասխանի։ Դե իմ հարցը մի հատ էր։ Զանգվի ափ ոնց կարամ ընկնեմ։ Լավ, նորից հետ գնանք։ Քանի որ գործը շատ հաջող ստացվեց, մի քիչ նենց հանգիստ տրամադրության մեջ եմ։ Դե գնանք, ոչինչ։ Տենանք ինչ կասի այդ տղան։ Այս ինչ ծառեր են, դրա հետաքրքիրը։ Քաղաք պանդուկա, ժողովուրդ։ Չգիտեմ։ Հա, չէ, այս վարդը ուրիշ տեղից է, իմ արդես։ Այն կողքից է վարդը։ Հա, իրար կողք են։ Մի հատ վարդ, մի հատ էլ ասենք պնդուկ։ Չէ, ժողովուրդ։ Հա, ասեցին աշխատող եմ, բայց ոչ գետ գիտեմ տեղ կա իջնելու թե չէ, ոչ էլ ծառերը գիտեր։ Լավ։ Ես էլ հետևից են գույնը ինձ անընդհատ թվում է ծաղկում է այս ծառը։ Ափսոս։ Ասես թե ելնի այն կողմերը,
Ասում եմ դեպի ռեստորաններ, հա էլի, ասում եմ երևի ընդ մի բան կարող է լինի։ Ինչ անեմ, ջղայնանամ են ափով գնամ մի հատ ոտով։ Բայց խի ոտով, մեքենայով գնամ ընդ մի հովին կանգնացնեմ, չէ։ Մեքենան այս արևին կանգնելա որ ինչ։ Որ ճիշտն ասեմ, հիմնարկը մի քիչ հիասթափացրեց։ Ինձ թվում է այստեղ ինչ-որ արտադրություն կա, բան կա։ Աստորեն տրիվիալ բիզնես կենտրոններ։ Ահա, սենց մի փոքր տեղ բացված է, բայց իջնել չկա հնարավորություն ոչ մի։ Այս սարն էլ ընկել է։ Լավ, քշեմ գնամ։ Աստորեն բացի իմ հիմնարկի գործից լվոր սաղ անհաջող է։ Ինչը նախ կարմիր կամուրջը բոլորովին ավարտված չէր։ Երկրորդը գետը չկարած իջն։ Այս է բերդը, պատերը։ Չէ, երևի չգնամ այդտեղ, որ սենց թարսվել է օրը։ Լավ, գնացինք Երևան քաղաք։ Հետաքրքիր որ հարցրեցին գետի մասին որ ասեցի։ Ասեցի իսկով է թույլ տվել։ Ասեցի հրաստան գետին մոտենալու համար թույլատրություն է պետք։ Հա, ասում եմ, մենակ գետն եք ուզում։ Ասեցի, հա, մենակ գետն եմ ուզում։ Поехали. Meridian բիզնես կենտրոնից գնացինք։ Այ հեսա կարմիր կամուրջը։ Ես էլ աշխատողները քչացել են։ Ես որ անցա սկզբից։ Մի 5 հատ բալգարկայով աշխատող կար, սաղ կամուրջը փոշով պատած էր։ Արդիկ չէին երևում ուղղակի։ Ես էլ այդ կարմիր հյուրանոց, ռեստորան կհիշեք եղել ենք։ Հա, այս ճակատի բաններ չեն դրել, հա։ Լա բացում արել են։ Իսկ կարող է ուրիշ ամսատիվ էր գրած ուշ, ես ուշադիր չեմ եղել։ Բացում եմ քիչ ուշ էր ավելի։ Սկսեցի կասկածել մի տեսակ։ Այն կողմերը մի տեղ էլ այդ գետափներ էլի որ ասում են։ Լավ։ Գնացինք։ Ինչ հզոր կամուրջա չէ դառը։ Այն ժամանակ սենց չէր։ Ինչ որ կամարներ են ավելացրել ժողովուրդ։ Եթե այստեղ մոտիկ ապրող մարդ կա, որը գիտի, նա արձագանք եք, այս քամին էլ սկսեց, հա, իրար չենք լսում արդեն։ Դեն այն Միրիջան անդեղ մնաց։ Բերդը ստեղ է։ Սրանք արդեն արշակունյաց դեպի շենքերն են սովետական։ Իսկ հետևը այն SAS food court-ի առջև որ կար։ Հիշում եք։ Այն բնակելի թաղամասը նոր որ կառուցել էին։ Այն օրը մտա։ Այսինքն Անահիտի հետ էին գնում, այդտեղ ես մենակ մտա։ Ասել դե գլնդել է։ Այս էլ գինո կոմբինատը։
Խեմ գինո կոմբինատ ասում։ Չգիտեմ որտեղից է մնացել այդ խոսքը։ Գինո գործարան գոնե։ Ու դուրս եկանք դե աչի վրա Արգիշտի փողոցն է, այս մետրոպոլ, հա։ Հա, այս ինձ սվետաֆոր չկա, պետք է նայեմ մեքենա չլինի մտնեմ։ Մտանք Արգիշտի փողոց։ Հետ 7 տուրիստները գնացին։ Այդ ձախից հեսա քաղաքապետարանը կսկսվի։ Գիտեք ուղիղ գնանք, հա, Իտալիայի փողոցով։ Օ, լողանում են երեխեքը։ Դա դե այսօր լավ շոք է։ Շատ էլ ճիշտ են անում։ Ափսոս է շարքով եմ գնում, միտեղ կանգնեի։ Մի քիչ նայենք, հովանենք, չէ՞։ Ստեղ կանգնեցի։ Ինչը կարամ թեքվեմ ձախ։ Լեկեք թեքվենք, հա։ Եկել տեսար մի տեղ տղեցին կանգնելու։ Գնացինք։ Չէ, ինչ-որ Խորենացի հետ մայթը շատ անհյուրընկալ տեսք ունի։ Սա ազատ տեղերը կանգնելու երկաթներ էին ինչ-որ շարած։ Իրանցով էին արել։ Խորենացի։ Եկեք ուղիղ գնանք։ Սարյան փողոցն է։ Վերև էի բարձանում, այս կողմը տեղ կար հեսա։ Սել ուզում է ասի հետադարձվեցի տեղը կորով։ Սարյան փողոց, են վերևներում արդեն կոնդն է։ Ես աստեղ օրինակ աստիճան կա բարձանում է ժողովուրդը։ Վեսա համեմատաբար նոր շինություն է և շատ հայտնի էր ես մասը ձուկ էին վաճառում նույնիսկ մենք ենք գալիս տեղից առնում էինք մի քանի անգամ եղել է ինչ-որ կոչվում էր արքա չեմ անում ինչ չեմ հիշում արդեն անունը տես մի բան էր ես շենքում գործ ենք արել դրա համար մի ժամանակաշրջան այս մասերը հաճախ նկարում էի, որտեղ հաճախ գալիս էի գործով։ Այդ պատշգամբից էլ եմ նկարել վերևից։ Այս շենքեր են սովետական։ Սենց իրար կողք են անդեղ 1, ես 2, 3, 4 Ես հիշում եք են ժամանակ ցույց էի տալիս
երիտասարդը բոլորիս Ալենը այստեղ ավելի մանրամասն ա գրած Ալեն Մարգարյան այո բակի տղաներն են ըստ երևույթին նախաձեռնությունը այս շենքը տենում եք սա հենց Թատերականի արջևն է Ամիրյանի վրա եկեք ստեղ աստիճաններ կա մի հատ ես իջնեմ այս բակերով գնանք դեպի այդ շենքը համել այդ շենքը տենանք ինչ բակ ունի չունի դժվար ունենա սա այն առաջի բարձրահարկներից է որ ընդհանրապես բակի վրա ուշադրություն չէին դարձնում դե ոնց որ համարյա հյուսիսային պողոտայի բոլոր շենքերը վախտին որ վռազ կառուցեցին Իչա, ես քաղաքապետարանի ձեռագիրն է ես ճաղերը այսինքն ստեղ ինչ-որ գործ են արել բացառված չի ավտոտնակներ են հանել Ինչ լավ է այս քամին Այս ինչը չգիտենք Ստեղ էլ այլի մի կտոր բակ Մի կտորը ստեղ էր Հա, քաղաքապետարանն է ստեղ գործար է Բայց նենց լայթ Օրինակ սենց բաներ չեն վերականգնել Այս մասում նստարաններ էլ չկա Դե են կոմը կար Հա, այս աստեղ էլ կա Ցայտ աղբյուր կա, ես աջուր կխմեմ Իսկ են կողմը Երևի ժամանակակից արվեստի Չէ, թանգարանը պետք է միտեղ լինի մի շենքի տակ Ու մաշտոց պողոտան էլի Լավ, են կողմ ես չեմ գնալու Եկեք սենց գնանք Ստեղ իհարկե մի հատ ջուր կխմեմ Էն է Սարյան փողոցը ընդեղ մնաց Կոնդն էլ Այս մասերը ես մանկությունից եմ հիշում Մանր տներ էին նենց Մի քիչ պարսկական տիպի բակերով Փոքրիկ բակեր էին ոնց որ են Հազարումի գիշերի հեքիաթները ընկնեիր Կավից, աղյուսից տներ էին Ամիատ ջուր խմեմ Այս կողմերը միտեղ փուր կար, այդ հիշում եմ, բայց որտեղ էր չեմ հիշում Այս ինչ խցկած առանձնատունը Հա, այն ապակե պատ դռներով է իրանցներ, հա Ինչ է գրած, հա, Սարյան
Ես ինչ անսպասելի փակողի ինգը այս բակ ոնց ընկնեմ ես սրանց Աշետը բակը հենց այսքանն է մի երանելի տեղ չի ընկնելու համար բայց սրանք ստորգետնյա ունեն այդ հաստատ գիտեմ ես ինչի այսքան մեքենա երևի չի հերիքել էլի բոլորին Անդեղ անշարժ գույքի գործակալություն Վաբշեմ սենց լավ ես մի հատ ուրիշ տեղ գտնեմ այդ կողմ դուրս գալու Ես մեկը ինչ-որ ջիմ էր, եթե չեմ սխալվում, Սարյանից ստենում էի։ Ստերից են ընդամեն այդ դրանց բակը մտնում չէ, ինչ-որ աղբամաններ է դրած, դժվար ճանապարհալնի չէ, ասենց հա, ես մի թակարդել ստեղ է, Են էլ գրել է մուտքը չփակել Ես ինչ այմար սաղ իրարից անջատվել են Ես ջիմ էր հաստատ Հատի վար էլ է Ես ագրած է Gold Gym Դեր գոլդ ջիմիստները Այդտեղից որ մտնեմ ոնցորտե ամիրանդոս կգամ, հա Լավ հələ այս մասը փորձենք, եթե տեղ չկա կգամ այդտեղից կմտնեմ Այքեզ լաբիրինթոսներ Դե որտեղ մի հատ եկքաշենք բերում են խցկում են, հետո էլ լաբիրինտներ է ստացվում, հա Հենց ոնց որ թե դուրս եմ գալի Ամիրյան, թե չէ Այս Հակոբ Հակոբյան դպրոցն է Հա Անդեղ էլ հենա, դիքա ամիրանն է Զարիվար, լուլու Զարիվար, են էլ են Բյուզանդի վերջում շենքն է Դեն մեկը պոստն է Լավ հլի մի հատ ստեղից գնանք, սյոտոքի Ջիմի կողքը մանղալ կա Սպորտսմեններն էլ են, հա, խորովածոտում Են կողմից եկա Ստեղից նայում ես ինչ-որ կանաչապատ տեսք ունի Հա, ես ուղիղ ամիրան ես դուս գալի, պարզ է Լավ, ստեղից դուս գանք Ես ոնց է կանգնեմ արտանցնել չի լինի Գնացինք են կողմից Տենում եք ինչ Սրամի ձևով ավտոտանակներ են սարքես ոնց են արել Մտել են Սարյան փողոցի տակ, հա Այսենց հմուտ հայ ժողովուրդ Ես հլե այդ շենքերից է էլ էդ Սովետական որ ասեցի շարած են իրար հետևից
հետաքրքիր է։ Ես էլ գարաժի տերերն են աստեղ նստում։ Ես չեր է նա խոսում։ Դուրս եկանք Ամիրյան։ Բայց ես բարձրահարկի բակը տենց էլ չընկանք։ Ես դե թատրոնի, կինոյի և այլն ինստիտուտն է։ Այնտեղ ինչ-որ խառը բակեր են երևում։ Այդ կոմերն էլ են գործարը մի անգամ եղել եմ այդ տարածքներում։ Ասեց գնում ես ինչ-որ մանր մունր, մեկ էլ ինչ-որ սրճարանա մի հատ հայտնվում, մեկ էլ այս ներքևը հետաքրքիր է, այս բոլորը վարձակալության էր տված ու մենք հարուստ հիմնարկներ էին։ Այս է Gold Gym-ը։ Ես էլ էդ իրանց ստորգետնյան ես մտնում էլ ես շենքի կայանատեղը։ Ես էլ Helios Medical Center են էլ պաջեզդից դուս եկավ։ Այս սաղոտար լեզվով եմ խոսում ստեղ։ Ոնց որ ուրիշ քաղաքում մտնեմ։ Լավ է տանտաղանդ բակը չգիտեմ իմաստ ունի։ Ինչ էր որ սաղ մեքենաներ էլի կանգնած, չէ։ Պարզա որ ոչ մի ուրիշ բակ չունեն։ Պատկերացնում եք ընդեղից տեղ չկար գալու։ Հենց էին մախել սաղ։ Այս տուպոյ բակը։ Այս եկքա շենքը այս մի բակն է։ Են էլ կայանատեղիներ ունենցա, որ մեքենաները ստեղ են կանգնում։ Տխուրը բավականին։ Այս են կողմից էի, հա։ Պարաջանովի նման ձեռներս մեկնելի, որ ես բակ ընգնեմ։ Անշարժ գույքի գործակալություն։ Լավ։ Ես ինչ է։ Աններիվա։ Էլ ինչ է բժշկական բանը, հա, ոնց էր։ Չէ, ապահովագրություն, ներքին տուրեր։ Լավ։ Հələ եկեք մի հատ խոսամ, ստե կարամ բարձանամ վերևից մի հատ տենամ ինչ է երևում։ Եթե չնեղվեմ։ Չէ, չկպավ։ Կոմենդատի հետ խոսացի, ասեց ախպեր ջան, չէ, դե չի լինի, ստե ուրիշ ձևի մարդիկ են, ուրիշ ձևի շենք է, մի խոսքով տենց։ Հա, ճիշտ է ասում լուրջ ֆիրման է, Armenia Wine։
Են ինչ ա գրած, չեմ կարում կարդամ։ Լավ, մի հատ անջատեմ կարդամ, ձեզ չտանջեմ։ Հա, ժողովուրդ, ընդամենը գրած էր համազգային թատրոն։ Այո, այստեղ դահլիճ կա։ Հա, հիշում եք, մտանք, չէ՞ ալիքի հետ։ Այնտեղ ներկայացում պետք է լիներ։ Մենք չգնացինք։ Այն աղջկա մոտ, որ Ազնավուրի մորն էր խաղացել, չեմ հիշում անունը։ Նարինե էր ոնց որ, չէ՞։ Ես չգիտեմ ինչ է։ Արենա է ինչ որ։ Bonjour hotel։ Ես Անրի Վերնոյի փողոցն է։ Այդտեղ տանիքից նկարեցինք, պրոբլեմ չկար։ Ճիշտ է, մենք այն ժամանակ այդտեղ աշխատում էինք, գործ էինք անում։ Բոլորին ճանաչում էինք, երևի դրա համար պրոբլեմ չկար։ Սենց ով գիտի, կարող է դիվերսանտ եմ բարձանամ շենքը պայթացնում, օրինակ։ Ես բանկա, ստեղ էլ ենք վախտին գործարը։ Ես մի հատ էլ ստորգետնյա մուտք։ Ես կարող այդ բոնժուր էր, իրանոցը, բոնժուղ, հայերեն գրած է։ Չեմ նայել իշխան եմ քշել, բայց երեք առավոտ 300 կիլոմետր կար, հենց Կաղա սրա տեղներ փուրը։ Դե չեմ հիշում ինչ ասում։ Այս մյուս շենքը, եթե չեմ սխալվում, օրթոպեդիկ հիվանդանոցն էր։ Հիմա չէ։ Հիմա լրիվ ուրիշ բան է։ Լավ, այնտեղ արդեն Մաշտոցն է, այս դա Ամիրյան փողոցն է։ Եկեք ստեղից հետ գնանք։ Այսօր կներեք ինչ-որ բակային տրամադրություն է բացվել, չգիտեմ խի։ Ես այդ բանկի շենքն է, ես միշտ մտածում եմ, ես ինչ նյութը։ Հա, սենց, հա։ Եկես բան։ Հետևն էլ երևի ջերմամեկուսիչ է։ Հա։ Անսպասելի էր ձենը։ Բացի ծառայողական։ Այս են օրթոպեդիկն է նախկին։ Orion Apart Hotel։ Սենց է, բանկի հետևը հոտել է սարքել։ Ես ինչ է։ Կաղա առանձնատունը։ Բարդ պայմաններում այս հյուրանոցը ապրում։ Ամիրյան 23 դրոպ։ Լիֆտ էլ ունի։ Լավ։ Արեշկա։
Այս շենքն է, հետաքրքիր ինչ է, այնտեղ բակ ունի։ Ոնց որ մանկապարտեզը հայեր։ Հա։ Նման է։ Բայց այս ինչ է, դարպասը սախ։ Մեքենաներով փակել են։ Երևի մինչև վաղը չի աշխատում, հա։ Այս ինչ է։ Երևանի համար 10 մսուր մանկապարտեզ։ Հոակն ինչա չգիտեմ։ Մսուր մանկապարտեզը հաստատ գիտեմ։ Ու սենց բակը են։ Են էլ էր իրանց, հա, պաստորեն, հա, էլ։ Լավ։ Պաստորեն պետական մսուր մանկապարտեզը։ Այսինքն սա կարող է 100 տարի ստեկար։ Են մասը չէ, նոր են կառուցը։ Այս էլ բանկը են։ Շխ կան սալիկներով։ Մաշտոս խողոտան ընդեղ է։ Հա, հես է հետ։ Մսուր մանկապարտեզը։ Անետեպս շենքը իրանն է։ Աստեղ իրանց համար բակ են հարմարացրը։ Այն ույուտնվի բակը լավ է առաջի հարգի ժողորդը շպել է աշկիս երկրորդ հարգն էլ էր միացը ես էլ դե ոնց որ միշտ Այս մարդը գերադասել է ուրիշ տեղից առնել, հա։ Հա, այսպես 4 կողմը փակել են, բակեր են սարքել իրանց։ Այս падъездն է, բակերի։ Այս вообще այդքան մեծ շենք չի, բացառված չի բակը ընդհանուր է։ Կասպարյան Մանկական արվեստի զարգացման մշակութային կենտրոն, այո, Կասպարյանն աստեղ։ Հետաքրքիր է, չէ՞։ Մշակույթը Իրանը պահանջում է ամենտեղ։ Սարյան 35 են շենքը։ Հա,
այստեղ ավելի լուրջ է, չէ՞։ Ուր են քաղաքապետարանի զաբորները չկան։ Այս շենքը արդեն հաստատ հույսով եմ Մաշտոցա դուրս գալի։ Դե գնանք։ Ինձ չեմ աղխի, թվում է սա հենց Էլենի բակն է, վերջը դուրս գալու։ Էլի մեքենա են լվանում։ Օ, չէ, Էլենը այն կողմը մնաց փաստորեն։ Մի րոպե, ժողովուրդ, սա ժամանակակից արվեստի շենքն է, թանգարանի։ Հա, հաստատ, որտե Սարյան փողոցն է։ Այո, ժամանակակից արվեստի։ Вообще կարող է վատ խորհուրդ չի, չէ՞։ Կոֆե պրիմո։ Դա բանջատեմ մի հատ կոֆե վեկալեմ, մի տեղ նստեմ խմեմ։ Հա, ես էլ են, ստեղ էլ ենք եղել, իշում եք, երիտասարդներ էին վերցրել, մեծ հույսերով։ Լավ, ես սուրճով կողմնորոշվեմ, էլ մի հատ տենամ ստեղ նստելու տեղ կա։ Երևանի ժամանակակից արվեստի թանգարան։ Ես արդեն շատ եմ ասել, տուրիստներին ինչ դժվար է այստեղ ինքնուրույն գտնել։ Բերեցին ես սենց դեմը փագեցին լրիվ։ Բայց հիմա նյուժել ես չիլնի քանդել, սրանց ավել տուպոյություն երևի։ Հա, Էլենի շենքը են մեկն է։ Ես էլ դե մուտքն է էլի արվեստի ժամանակակից։ Չէ, նստարան չի երևում, ես մի հատնա նստել եմ։ Ու ինչ, հիմա դրա պատճառով սոց չխմեմ։ Լավ, եկեք ես խաչմերուկն եմ մի հատ նայեմ։ Գույնից իդեայից գույն 2000-ից մինչ օրս, հա? Չէ, 1990-ականներ, 2000-ական, հա? Լավ, մի խոսքով, Ալբերտ Հակոբյանը։ Ոստեղ կարծում եմ ավարտենք, ժողովուրդ ջան։ Լավ մնաք։ Միշտ առողջ և խաղաղ երկինք։ Ասես չասես, ես մոլորակին հետ չտակիր չի։ Էլենի շենքը, հա, ասեցի։
մի հատ ցենտր հունական աղցան վերցրեցի, մեջը պամիդոր, վարունգ, ամեն ինչ կա։ Մի հատ sense կոկա իմ անունով Արմեն։ Եվ սուն շատ լավ հաց տաքացրեցին։ Գնաց գինը կիմանամ կզեկուցեմ։ Ես այդ բարձրարկ շենքի տակը անկյունի գինը 2400 դրամ, բայց ասեմ շատ որակով է պատրաստած, շատ համեղ է ու շատ թարմ է ամեն ինչը։